Մեկնաբանության արվեստ հոգևոր աշխարհում տարածված է, երևի մենք էլ այդ անունը կվերցնենք, կօգտագործենք, հերմենևտիկա։ Ուղղակի այդ անվան հետ կապված մի քիչ խնդիր կա, որ հետագայում կանդրադառնամ։ Առաջին դասը ունի այս վերնագիրը, ինչ է հերմենևտիկան եւ ինչու է այն կարեւոր։ Արդեն ասացի, որ աստվածաշնչյան մեկնաբանության գիտություն եւ արվեստ է հերմենևտիկան, այսինքն ինչպես ճիշտ մեկնաբանել Աստվածաշունչը։ Ինչու է գիտություն, որովհետեւ համակարգված կանոններ կան։ Գիտեք, կարող եք հանդիպել մարդկանց, ովքեր ասում են, օրինակ, ես կարդում եմ, այսպես եմ հասկանում, են մեկն էլ ասի, ես էլ կարդում եմ, այսպես եմ հասկանում։ Այդպես չի լինում գիտության մեջ։ Գիտության մեջ կա ճշգրտություն եւ հերմենևտիկան մի գիտություն է, որը ունի ճշգրտություն։ Ուղղակի մենք պիտի տիրապետենք այդ գիտելիքներին, այդ կանոններին, այդ սկզբունքներին եւ երբ որ կիրառում ենք այդ կանոնները Աստվածաշնչի հանդեպ, Աստվածաշնչի տեքստի հանդեպ, Աստվածաշնչի փոխանցած մտքի ճշմարտությունների հանդեպ, չի կարող լինել տարբեր, հաճախ իրար հակասող երկու մեկնաբանություն։ Դու սենց ես հասկանում, ես էլ սենց եմ հասկանում։ Եթե կա գիտություն, գիտությունը կանոնակարգում է ամեն ինչ։ Ինչու է նաև արվեստ, ոչ միայն գիտություն, այլ նաև արվեստ, որովհետև կիրառական է։ Այսինքն միայն գիտություն չի, որը այս կանոնները սահմանեց ու վերջ, այս կանոնները կիրառական են։ Եվ ցանկացած արվեստ ինքը գեղեցկություն է ստեղծում, եւ երբ որ մենք ճիշտ մեկնաբանում ենք Աստվածաշունչը, ինքը արվեստի նման է եւ գեղեցկություն է դառնում, գեղեցկություն է ստեղծվում այդ մեկնաբանության, այդ ուսուցման, այդ պատգամի սերտողության մեջ, ինքը գեղեցկություն է արարվում, իհարկե արարիչը Տերն է, բայց այդ պահին, նկարիչը ոնց է արվեստի գործ ստեղծում։ Ինքը կտավ է արարում։ Արարել բառը պիտի հասկանանք այն իմաստով, որ ստեղծագործում է, բայց նյութեր կա իր ձեռքի տակ, այդպես հերմենևտիկան մարդուն հմտություններ է փոխանցում, Աստծո խոսքը սիրող, Աստծո խոսքի ճշմարտությունները փնտրող մարդուն հմտություններ է տալիս, որ այն բառերը, նախադասությունները, տեքստը, որ կկարդա Աստվածաշնչի մեջ, ինքը վերստում է եւ վերածում է կիրառական մի արվեստի, որը օգուտ է տալիս մարդուն։ Եթե այս աշխարհի արվեստը հիացնում է մարդուն, ապա հերմենևտիկայի արվեստը հոգևոր նպաստ է բերում, հոգևոր աճ, հասունություն է տալիս մարդու կյանքում։ Գիտենք, որ Աստվածաշունչը պարգև է Աստծուց, որը նպատակ ունի մարդկությանը հայտնել ճշմարտությունը։ Այո, սիրելիներ, մենք դասընթաց ենք ունեցել, որը, եթե հիշում եք, բիբլիոլոգիա անունը ուներ, որտեղ խոսել ենք Աստվածաշնչի անսխալականության, ներշնչվածության, կանոնի, մի խոսքով Աստվածաշնչի վստահելիության, որպես բացարձակ ճշմարտության միակ աղբյուր, Աստծո հեղինակությամբ գրված։ Մենք խոսել ենք այս թեմաների շուրջ, եւ սա աստվածաբանական մի առարկա էր, որը անցել ենք եւ կա ինտերնետում, ովքեր որ չեն ծանոթացել դասերին, կարող են լսել, բայց պատկերացրեք, որ մարդը ունի այդ գանձը, որ կոչվում է Աստվածաշունչ, եւ սխալ է մեկնաբանում։ Պատկերացրեք, ինչ կարող է տեղի ունենալ, երբ որ մարդը այդ ճշմարտության աղբյուր ունի, բայց սխալ մեկնաբանություն է տալիս։ Արդեն հասկանում ենք, որ իրան ոչ մի օգուտ չի տա դա։ Կարդում է այն, ինչ որ Աստված ուզում էր, որ մենք հասկանանք, եւ հասկանում է մեկ այլ բան։ Ինչ օգուտ։ Դրա համար մի կողմից մենք ունենք Աստվածաշունչը, որ ճշմարտության միակ ճշմարիտ աղբյուրն է, ամեն ինչի մասին, հոգևոր գիտելիքների, աշխարհի արարման, մարդու, Աստծո, հոգևոր կյանքի, հավիտենության, փրկության, հավիտենական
տանջանքի, այս ամեն ինչի մասին, մարդկային հարաբերությունների, մարդ-Աստված հարաբերության, հոգևոր աշխարհի էակների, ամեն ինչի մասին ճշմարտությունները գրված են եւ մեզ հասանելի։ Բայց որpիսի մենք սրանք ընդունենք, մենք պիտի ճիշտ մեկնաբանելու սկզբունքները ունենանք եւ տիրապետենք դրանց։ Այո, Աստվածաշնչի հեղինակը ակնկալում է, որ մարդը պետք է ունակ լինի, ոչ միայն կարդալու, որտեղ կարդալ առաջի դասարանի երեխան էլ որ տառերը սովորում է, կարա կարդա, բայց ոչ միայն կարդալու, այլ նաև ճիշտ ընկալելու, ճիշտ հասկանալու, սա էլ վերջը չի, որովհետև կարևոր է նաև կիրառությունը, ընկալեցինք, հասկացանք, հիմա Աստված ուզում է, որ մենք կիրառենք այն ճշմարտությունը, որը վերցրեցինք, բայց նախ պետք է հասկանալ, եւ դրա համար մեկնաբանությունը չափազանց կարևոր է։ Գիտեք, տարբեր կարևոր վարդապետություններ կան Աստվածաշնչում եւ դրանց ճիշտ ընկալումը կախված է հենց մեկնաբանությունից։ Ինչպես ենք մենք մեկնաբանում, ինչ սկզբունքներ ենք կիրառում մեկնաբանության։ Եվ ասեմ, որ նաև ցանկացած մոլորություն, որ դուք գիտեք, որ չգիտեք, ամեն մոլորություն, որ Աստվածաշնչից շեղված ուղղություններ կան, հերձված ուղղություններ, աղանդներ, միջալուց շատերը աղանդավոր բառը ասում են, աղանդ բառը ասում են, չգիտեն էլ դա ինչ է նշանակում։ Աղանդավորը եւ աղանդը կամ հերձվածող նշանակում է կտրված, շեղված, իրանք ճշմարտությունից շեղված ուղղություններն են։ Ոչ թե ինչ որ եկեղեցուց շեղված, այլ Աստծո խոսքի ճշմարտություններից շեղված։ Եվ բոլոր այդպիսի մոլորությունները առաջացել են Աստվածաշնչի ճշմարտությունների սխալ մեկնաբանության արդյունքում։ Էնպես չի, որ իրանք չեն ընդունում Աստվածաշունչը։ Ցանկացած աղանդավոր, եթե դուք իրան շեղված, ճշմարտությունից շեղված, ցանկացած ուղղություն, երբեք ու երբեք քրիստոնեական շեղումների մասին է խոսքը, իրանք չեն ասում Աստվածաշունչը մերժում ենք, չէ։ Իրանք վերցնում են Աստվածաշունչը, կարդում են ու ասում են մի բան, որ պատկերավոր ասած քո մազերը բիզբիզ է կանգնում։ Ասում ես, ասենք ո՞նց ես այդ կարդացածից այդպիսի հետևություն անում։ Ու հասկանում ես, որ մարդը չունի գիտելիք մեկնաբանության, սկզբունքների, կանոնների գիտելիք չունի։ Դրա համար վերցնում, օրինակ հիմա շատ այդպիսի շեղված քարոզիչներ կան, վերցնում են Աստվածաշունչը, կարդում են, այդ պահը իրանց դուր չեկավ, ասում են, սա փոխաբերական իմաստով է ասված։ Վերջերս մի շեղված այդպիսի ուղղության ներկայացուցիչ էր ու ասում էր, որ օրինակ կարդում էր, մի բան, օրինակ Տեր Հիսուսը այսպես է ասել, ինքն էլ այդպես չի անում, իրան ձեռք չի տալիս, որովհետև մեղքի կյանքով ապրում, համ էլ քարոզում է, ու իր մեկնաբանությունը սա էր, որ երբ որ Տեր Հիսուսը դա ասում էր, դեռ եկեղեցին չկար։ Ասենք, պատկերացրեք, այս մեկնաբանության սկզբունք է իր համար։ Այսինքն ինքը, քանի որ չի ընդունում Տեր Հիսուսի ասածները, իրան մի հատ հիմք է պետք, որ ինքը հիմնավորի ինչի։ Եվ ասում է, այն ժամանակ դեռ եկեղեցին չկար, դրա համար էր Տերը այդպես ասում։ Այսինքն անգամ իհարկե կան շեղված ուղղություններ, որ 5 կտակարանի ճշմարտություններն են մերժում, կարծես թե 5 կտակարանի Աստված ու նոր կտակարանի Աստված տարբեր են։ Բայց այս մարդը անգամ նոր կտակարանի ավետարաններում գրված ճշմարտություններն էր մերժում, հիմնավորելով, որ մենք հետևում ենք միայն գործ կառաքելոցից սկսած սկզբունքներին, իհարկե դրանց էլ չէին հետևում, բայց ուզում եմ ասել, որ մենք, երբ որ վերցնենք այս գիտությունը, սա գիտություն է, շատ օգտակար կլինի, այս դասը հենց հերմենևտիկայի կարևորության եւ օգտակարության մասին է, որպես նախաբան։ Շատ օգտակար կլինի քեզ համար, որպես անհատ։ Եթե առաջնորդ ես այն մարդկանց համար, ում դու առաջնորդում ես, կամ ես շատ գնահատում եմ, ես միշտ ասում եմ, քննեք իմ խոսքերը Աստվածաշնչով, այլ որ դուք ունենաք հերմենևտիկայի սկզբունքները, երբ որ ես պատգամի մեջ ինչ որ բան փոխանցեմ,
որը այս սկզբունքներին կհակասի, կմեկնաբանեմ, դուք կմոտենաք ինձ կասեք, բայց դու ինքդ ես սովորեցնում, ինչու դու չես պահում այդ սկզբունքը, շնորհակալ կլինեմ։ Պողոս առաքյալը խոսում էր իր մասին ու ասում էր, եթե ես կամ երկնքից մի հրեշտակ գա ու ուրիշ ավետարան փոխանցի, նզովյալ լինի։ Դե ուրիշ ավետարան չկա, միայն կամ ոմանք, որ ուզում են ձեզ մոլորեցնել։ Պատկերացրեք, ինչքան կարևոր է այս աստվածաբանական առարկան, որպեսզի մենք այս սկզբունքներին տիրապետենք, որպես զենք վերցնենք եւ ոչ ոք չի կարողանա քեզ մոլորեցնել։ Կլսես ինչ որ մեկի խոսքերը, ինքը կասի սա է նշանակում, ինչ հիմք ունես դա ասելու։ Այ հիմքերին էլ կանդրադառնանք, հենց այս առաջիկա 6 դասերը սրա մասին է, ինչ հիմք ունենք ասելու, որ սա է նշանակում։ Եվ հստակ, ասում եմ, գիտություն ասա, հստակ սահմանված են սկզբունքները, ինչպես կարելի է մեկնաբանել եւ ինչը չի կարելի մեկնաբանել այդպես։ Հերմենետիկան, եթե չեք տիրապետում, տեսել եք հայերեն աճպարարություն է կոչվում ֆոկուս, հա, ռուսերեն ֆոկուս են ասում, մեր ոնց որ ավելի շատ ֆոկուսն է, ֆոկուսնիկ, գիտեք ինչ է, աճպարար։ Որ մարդիկ վերցնում են Աստվածաշնչի հատվածները ու աճպարարություն են անում, ցույց են տալիս մի բան, որը այդպես չի, որպեսզի կարողանաս այդ աճպարարությունը բացահայտես, այս գիտությունը քեզ պետք է, այս սկզբունքները քեզ պետք են, որպեսզի որ մարդը ասում է սա փոխաբերական իմաստով է ասված, դու կարողանաս ասես ոչ, մեկնաբանության, Աստվածաշնչի մեկնաբանության սկզբունքները թույլ չեն տալիս դրան փոխաբերական ասել։ Կամ երբ որ գաղտնի գիտելիք են ման գալիս, չգիտեմ, գրված է ծառ, վրան տերև, ծառը սա է նշանակում, տերևը սա է նշանակում, ասեց ու դրա վրա կառուցում է պատգամ։ Այստեղ կար, ես աղոթեցի Տերը ինձ հայտնեց, որ, չգիտեմ, այդպիսի մի կրոնների դասընթացի ժամանակ անդրադարձել եմ այդ շեղումներին, օրինակ կա այսպիսի շեղում, որ մարդը, եթե գալիս է եկեղեցի, ապաշխարել է ու մեղքի կյանքով է ապրում, ինքը դժոխք չի գնա, որովհետև հազարամյայի ժամանակ ինքը կտանջվի եւ իր տանջանքով կվաստակի իր փրկությունը։ Մտածում ես որտեղից այսպիսի վարդապետություն։ Փաստորեն Տեր Հիսուսի պատմած այն առակը, որ ներելու մասին է, որ մեկը մեծ պարտք է ունենում, այն մյուսը այդ մեծ պարտքը իր թագավորը ներում է իրան, ինքն էլ գնում է այն փոքր պարտքը չի կարողանում ների, այդտեղ վերջանում է այսպես, եւ թագավորը նրան կմատնի դահիճի ձեռքը, մինչեւ վերջին այդ լուման կվճարի։ Ու այսքանը, այս վերջի խոսքերը, դες սխալ կյանքով էր ապրում ու կտանջվի դահիճի ձեռը մինչև վերջին լուման կվճարի, իրանք սխալ մեկնաբանությամբ հասել են հազարամյա թագավորության ժամանակ, որ պիտի այդպիսի խավարանի պես տեղ լինի, որտեղ մարդը ոչ թե Քրիստոսի զոհի շնորհիվ է փրկվում, այլ իր տանջանքներով վաստակում է իր փրկությունը, քանի որ մեղք է գործել, մեղքի համար պատժվում է։ Սխալ մեկնաբանություն եւ հազարավոր, կարելի ասել միլիոնավոր մարդիկ դժոխք կգնան, որտեղ իրանց գլխի տակ ինչ որ մի ծուռ վարդապետ փափուկ բարձ է դրել, ասել է հանգիստ մեղք գործեք, հազարամյայի ժամանակ կտանջվեք ոչինչ, որ մարդն էլ ասում է ոչինչ, հիմա մեղքը այնքան քաղցր է ինձ, որ հազարամյայի ժամանակ պատրաստ եմ տանջվել, չեմ ապաշխարի, այն ժամանակ կտանջվեմ, բայց այդպիսի բան Աստծո խոսքի մեջ չկա։ Հասկանում եք, եւ այսպիսի գաղտնի գիտելիքի աճպարարությունը բացահայտելու համար կամ համատեքստից կտրված հատվածներ։ Հիշում եք, Տեր Հիսուսը ասեց, եթե ձեր արդարությունը փարիսեցիների ու դպիրների արդարությունից ավելին չլինի, երկնքի արքայություն չեք մտնի։ Հռոմեացիս թղթում խոսքեր կան գրված, արդար չկա, մեկն էլ չկա։ Եվ սովորաբար մեղքի կյանքը սիրող մարդիկ վերցնում են այս խոսքերը համատեքստից կտրված, այնտեղ չեն նայում ում ասում, այնտեղ դրանից հետո ասում է իրանց լեզուն չար, չգիտեմ, կեհենի
ինչ անեսքներով, այսպիսի վատ բաներ ա գրված շատ։ Մենակ այս հատվածն եմ վերցնում, արդար չկա, մեկն էլ չկա, եթե արդար չկա։ Մենք էլ արդար չենք, ես մեղքի կյանքով եմ ապրում, եթե դու արդար ես, առաջի քարը գցի իմ վրա, ու մի ամբողջ վարդապետություն, որ Աստված այնքան բարի է, որ ես արդարություն չունենամ էլ, այսինքն ապրեմ մեղքի կյանքով էլ ինքը ինձ կփրկի։ Ինչ է անում այս վարդապետությունը, սխալ մեկնաբանությունը, միլիոնավոր մարդկանց դժոխք գնալու պատճառ է լինելու, որտեղ սա քարոզվում է։ Տերը բարի է, որ դու չապաշխարես էլ ինքը քեզ կփրկի։ Հնարավոր չէ, եկել ես ապաշխարության աղոթքը կարդացել ես, վերջ դու փրկված ես, մնացածը ինքը գիտի ոնց կփրկվի, դու հանգիստ քո համար ապրի։ Եթե մենք մի փոքր մտածենք, եկեղեցուն ամենամեծ վնասը տվել է մոլորեսնողների ազդեցությունը եւ նոր կտակարանը, եթե կարդաք, հենց Պողոսի ժամանակներում, սա է եղել եկեղեցու ամենամեծ խնդիրը։ Ներոնի հալածանքը չի եղել։ Քրիստոնյաներին խաչելն ու վառելը չի եղել։ Դա այդքան չի վնասել եկեղեցուն, ինչքան որ մոլորեսնող քարոզիչների ստերը, որոնց հավատացել են հավատացյալները, սառել է եկեղեցին, կորցրել են առաջին սերը, թողել են կորածին որոնելու եւ ապրեսնելու առաքելությունը, մեծ հանձնարարականն են դրել մի կողմի վրա եւ սկսել են վարդապետական բանավեճերը։ Կորսվողի ցավը գնացել է եկեղեցուց։ Երբ որ մեղքը գալիս է, այստեղ հիմա էլ է տենց, ոչ միայն այն ժամանակ։ Երբ որ մարդու կյանքում մեղք կա, իր միտքը խավարում է եւ ինքը չի մտածում մյուսների փրկության մասին։ Ինքը մտածում է եկեղեցի գա, ինքը մտածում է փարիսեցիները ոնց էին մարդկանց առաջ ունենա լավ համբավ, հեղինակություն, բայց չի մտածում, որ իր ապրած կյանքը գայթակղություն է այն մեկի համար։ Քեզ նայելով մարդը չի ուզում գա եկեղեցի։ Քեզ նայելով չի ուզում ապաշխարի։ Դու հոգևոր ես, որը վատ տպավորություն ա թողնում, որը գայթակղություն է մյուսների համար։ Եվ այս բոլորի հիմքը, սիրելիներ, սխալ վարդապետություններն են։ Սխալ վարդապետությունների հիմքը սխալ մեկնաբանություններն են։ Տեսել եք, ասենք, մորմոնները, վկաները ոնց են մեկնաբանում Աստվածաշունչը։ Մի անգամ մի վկայի հետ մի չի լինում վկան, երկուս է լինում, երկուսով էին ու զրուցում ենք, բացեցի իր Աստվածաշնչով ցույց տվեցի, որ մարդը հոգի ունի, իրանց Աստվածաշնչի մեջ, իրենց փոխված Աստվածաշնչի մեջ հոգի չի, իհարկե ոգի է գրած, բայց դե ասեցի նայ, լավ գրած է։ Մարդը առաջին Թեսաղոնիկեցիս 5:23-ն է, եթե չեմ սխալվում, այնտեղ գրած է շունչը, մարմինը շունչ է եւ իրաց մոտ գրած է ոգին, ասում եմ, տես գրած է։ Ասեց, մենք իրավունք չունենք մեկնաբանելու Աստվածաշունչը, մեկնաբանում է Նյու Յորքի մեր կենտրոնակայանը։ Եթե դիտարանում գրած է, որ ոգի չկա, ուրեմն չկա, վերջ։ Արդեն հասկացա, որ սխալ մարդու հետ եմ խոսում, այնտեղ պիտի գնաս, ասես ընկերներ, գրած է, գրածին հավատացեք։ Այս մարդիկ հավատում են ոչ թե այս խոսքին, այլ հավատում են իրենց դիտարանին։ Ինչպես կփրկվեն դիտարանին հավատացողները։ Հավատքը լսելուց է, լսելը Քրիստոսի խոսքից։ Աստծո խոսքին մենք պիտի հավատանք, որ փրկվենք։ Դրա համար նայեք, մարդը կարա հավատա, բայց սխալ մեկնաբանի։ Օրինակ գողություն անող մարդը կամ սուտ խոսացող կամ օրինակի համար սուտ թղթի տակ ստորագրող, հիմա սուտ խոսալը այդքան շատերը չեն անում, սուտ թղթի տակ հանգիստ ստորագրում են, գիտեն սուտը մենակ լեզվով է լինում։ Սուտը նաև ստորագրությամբ է լինում, որ դու սուտ թղթի տակ ստորագրում ես։ Ինքը իր մեկնաբանություն ունի, ինչի է սուտ թղթի տակ ստորագրում։ Եվ այդ մեկնաբանությունը բացարձակապես հերմենևտիկայի կանոններին չի համապատասխանում, հակասում։ Հիմա ասեմ, ինչու հերմենևտիկա բառը այդքան չեմ սիրում, բայց օգտագործում եմ, որտեղ ամբողջ քրիստոնեական աշխարհն է սա օգտագործում, դա հունական դիցաբանության Հերմես Չաստծու անունով է։
ուղղակի իմաստը նա է, մեր մտածելակերպի վրա հունական փիլիսոփայությունը մեծ ազդեցություն ունի։ Եվ տեսեք քրիստոնեական աստվածաբանական աշխարհամտել դա։ Իհարկե կարանք ասենք մեկնաբանության, գիտություն եւ արվեստ, բայց այդպես ոնց որ գիտության ճյուղը ամբողջ հերմենևտիկան աստվածաբանական, Հերմեսը իբրև թե մնացած աստվածների խոսքերը բացատրել է մարդկանց։ Իմաստը այդ բացատրելն է, որ հոգևոր այդ աշխարհի գիտելիքը հասանելի է դարձնում հասարակ մահկանացու մարդկանց։ Դրա համար կոչվում է հերմենևտիկա։ Լավ, իմացեք, չենք վախում այդ բառից, որոշ այդպիսի ծուռ վարդապետություններ կան, որ ասում են այդպիսի անուններ անեցք են բերում բերանտել միար, ես դրանց չեմ հավատում, որովհետև շատ գեղեցիկ անուններ կան, օրինակ Եստեր գեղեցիկ անունը, որ Իշթար Աստվածուհու անունն է։ Մանես չի, որ Աստվածաշնչում Եստերի անունը փոխում են, ջնջենք, գրենք ինչեր անունը Ադասա, եթե չեմ սխալվում։ Այդ անունների հրեական անունը։ Չենք ընկնում ծայրահեղության մեջ։ Լավ, գնանք առաջ։ Ուրեմն ոչ միայն կարևոր է ճիշտ մեկնաբանելը Աստվածաշունչը, այլև ճիշտ կերպով կիրառելը ընդունած ճշմարտությունը։ Եվ հերմենևտիկայի առաջին հարցը, ամենակարևոր հարցը, հիշում եք Փիլիպոսի եւ Եթովպացի ներքինու պատմությունը։ Գործք առաքելոց 8:30-ում գրված։ Փիլիպոսը տեսավ Եթովպացին, կարգի մեջ հիշում եք պատմությունը, կարդում է Եսայի մարգարեության 53-րդ գլխից, այն ժամանակ գլուխներ չի եղել, բայց քանի որ խոսքը գրված է, Գործք 8:30-ում հարց է տալիս, ասում է, արդյոք հասկանում ես, թե ինչ ես կարդում։ Հերմենևտիկայի ամենակարևոր հարցը։ Արդյոք հասկանում ես, թե ինչ ես կարդում։ Եվ ինքը կարդում էր մեր գրքով Եսայի մարգարեության 53-րդ գլխի 7 եւ 8 խոսքերը, իբրև ոչխար մորթվելու տարվեց, իբրև գար, որ լուր կանգնում է իրեն խուզողի առաջ, այդպես էլ նա իր բերանը չի բացում, նրա խոնարհության պատճառով նրա իրավունքը մերժվեց, ես կարդում եմ Գործք առաքելոցից 32-33 խոսքերը։ Ով պիտի նրա ցեղի մասին պատմի, քանի որ նրա կյանքը երկրից վերցվեց։ Պատկերացրեք, այս մարդը կարդում է։ Եվ ներքինին Փիլիպոսին ասաց, խնդրում եմ քեզ, ում մասին է մարգարեն ասում, իր թե մեկ ուրիշի։ Ոնց հասկանար, եթե չլիներ մեկնաբանողը։ Հերմենևտիկայի առաջին հարցը սա է, դու հասկանում ես այն, ինչ կարդում ես։ Բնականաբար 8:31-ում պատասխանում ասում է, ինչպես կկարողանամ հասկանալ, եթե մեկը ինձ չուղղորդի, եթե մեկը ինձ չբացատրի։ Այստեղ հասկանում ենք կարևորությունը ճիշտ մեկնաբանության։ Եվ Աստվածաշնչի կարդալը, բոլոր Աստվածաշունչ կարդացողներ, գիտեք, ես որքան եմ քաջալերում Աստվածաշունչ կարդալը, բայց մի բան իմացեք, Աստվածաշունչ կարդալը դեռ չի նշանակում հասկանալ։ Այս պատմությունից մենք սովորում ենք դաս առաջին, Աստվածաշունչ կարդալը դեռ չի նշանակում Աստվածաշունչը հասկանալ։ Պետք է կարողանալ ճիշտ ընկալել ասածը, եւ ճիշտ ընկալելու համար մեզ օգնելու են հերմենևտիկայի կանոններն ու սկզբունքները։ Երկրորդը, ճիշտ եւ պատրաստված մեկնաբանողի կարիքը միշտ կա, որովհետեւ ճիշտ պատրաստված մեկնաբանողը կարող է օգնել մեզ գրվածը ճիշտ ընկալելու հարցում։ Եվ եթե դու տիրապետես ես գիտելիքին, դու կարաս օգնես մյուսներին, բայց նաև, ինչպես արդեն ասեցի, կարաս տարբերես, երբ որ ինչ-որ մեկը սխալ մեկնաբանություն կանի։ Երբ որ հիմք չունի ինչ-որ բան ասելու եւ ասում է այդ բանը։ Ով կուզի լինի, մի նայեք հեղինակությանը։ Երբ որ Պողոս առաքյալը ասում է ես կամ երկնքից հրեշտակ, մի նայեք հեղինակությանը։ Մի նայեք, ասեք, այս Արման եղբայրն է ասում, հաստատ ճիշտ կասի։ Մարդը միշտ սխալական է։ Միշտ սխալական չի նշանակում, միշտ սխալվում է։ Նշանակում է ինքը երբեք անսխալական չի։ Եվ մենք պիտի քննենք մեր լսածը։
անգամ Աստվածաշնչում գրված է ամեն հոգու մի հավատացեք, որ մի հրեշտակ ձեր առաջ կանգնի ինչ-որ բան ասի, պիտի մենք քննենք Աստծու խոսքով, որպեսզի քննենք, պիտի կարողանանք այդ քննելու սկզբունքներին, կանոններին տիրապետենք։ Եվ մենք հասկանում ենք նաև այս հատվածից վարդապետության եւ վարդապետական ուսուցչական ծառայության կարևորությունը եւ Նեհեմիայի 8-րդ գլխի նայեք ինչ հրաշալի հատված եմ դուրս բերել Նեհեմիայի գրքի 8-րդ գլխում մի քանի խոսք ընթերցենք առաջին խոսքում գրված է ամբողջ ժողովուրդը մեկ մարդու պես հավաքվեց հիշում եք Նեհեմիայի պատմությունը Պարիսպը վերականգնելուց հետո ռեկորդային կարճ 52 օր, եթե չեմ սխալվում, ամբողջ Երուսաղեմի Պարիսպը վերականգնվեց, սա մի հրաշալի կազմակերպչական աշխատանք էր եւ հավաքվեց ժողովուրդը հրապարակում, որ ջրի դռան առջևում է եւ ասացին Եզրած դպիրին, որ Մովսեսի օրենքի գիրքը բերի, որ Տերը հրամայեց Իսրայելին, 3-րդ խոսքում ասում է եւ առավոտից մինչեւ կեսօր տղամարդկանց, կանանց եւ հասկացողների առաջ կարդաց նրանից այն հրապարակում, որ ջրի դռան առջևում է, եւ ամբողջ ժողովրդի ականջը օրենքի գրքին էր։ 7-8 խոսքերը Հեսուն, Բանին, Սարաբյան, Համինը, Ակուբը, Սաբետան, Օվդիան, Մաասյան, Կովդիտան, Ազարյան, Հովզաբադը, Անանը, Բաղայան եւ Ղևտացիները օրենքը բացատրում էին ժողովրդին, իսկ ժողովուրդը կանգնած էր իր տեղում։ Պատկերացրիք, Եզրասը կարդում էր, հետո կային մեկնաբաններ, ուսուցիչներ, որոնք ամեն մեկը ժողովրդին դեպ շատ մեծ բազմություն էր հավաքված, առանձին բացատրում էին ինչ ասեց, այսինքն մեկնաբանում էին Մովսեսի գրքի գրածը, 8-րդ խոսքում գրված է եւ Աստծու օրենքի գրքից հստակ կարդում էին եւ բացատրելով հասկացնում կարդացածը։ Ահա հերմենևտիկան։ Կարդում էին եւ բացատրելով հասկացնում կարդացածը։ Եվ 12-րդ խոսքը շատ հրաշալի եւ ամբողջ ժողովուրդը գնաց արդեն դրանից հետո ուտելու, խմելու, բաժիններ ուղարկելու եւ մեծ ուրախություն անելու։ Ինչու ցնծություն եղավ, ինչու ուրախություն եկավ, որովհետեւ հասկանում էին այն խոսքերը, որ նրանք բացատրում էին։ Տեսեք ինչքան կարևոր է Աստծո խոսքը հասկանալը։ Եթե Աստծո խոսքը հասկանալը ուրախություն է բերում, պատկերացրեք դու քարոզ ես լսում, որ ոչ մի բան չես հասկանում։ Մարդը խոսում է, հայերեն է խոսում, ինչ-որ բաներ է ասում, հետաքրքիր, անգամ կարա հումորներ ասի, պատմություններ, օրինակներ, բայց վերջում, որ դու ինքդ քեզ հարցնես, Աստված ինչ էր ուզում ինձ ասել այս պատգամի մեջ, պատասխան չես կարողանում գտնես, հա, լսեցինք, լավ էր, հետաքրքիր էր, մեկ-մեկ գալիս են ասում են, այդպես մեկ-մեկ կատակ եմ անում, էլի գալիս են, նենց լավ քարոզ էր լսեցի, ասում եմ ինչի մասին էր, ու մարդը սենց մի անգամից դարձ նայում է ինձ, ասում է ոնց, ուզում է հիշի ինչի մասին էր, չի հիշում ինչի մասին էր, որտեվ չի տպավորվել ոչ մի, որտեվ չգիտի Աստված ինչ էր ուզում իրանից այդ քարոզի մեջ, բայց այստեղ հակառակն էր, ուրախանում էին մարդիկ, որտեվ հասկացել էին Աստված ինչ է ուզում իրենցից։ Ինչի համար ես կարդացի, որպեսզի հասկանանք, որքան կարևոր է ճիշտ մեկնաբանությունը, որքան կարևոր է ուսուցչական ծառայությունը եկեղեցում, որ լինեն մարդիկ, որ տիրապետում են այս սկզբունքներին, որ կարողանան բացատրեն մյուսներին, եւ այդ մյուսներն էլ Աստծուն սիրող մարդիկ հասկանան, կիրառեն եւ իրանց սիրտը լցված կլինի ուրախությամբ։ Այստեղ 8-րդ խոսքում, թե 9-րդ խոսքում է։ Այո, գրված է Տիրոջ տասներորդ խոսքն է 8:10 ասում է մի տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է։ Իմ ամենաշատ սիրած խոսքերից մեկն է Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է։ Աստված մարդիկ լսել էին, հասկացել էին, որ սխալ կյանքով են ապրում, հասկացել էին Աստված ինչ է ուզում իրենցից, իրենք ինչպես են ապրում։
Եվ տրտմություն էր եկել եւ Նեհեմյան ասում է՝ մի տրտմեք, այսօր ուրախանալու ուրա, որովհետեւ Տերն է այդ ուրախությունը դնելու ձեր սրտում, որովհետեւ դուք որ ապաշխարում եք, Աստված է ուրախանում, իսկ Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է, ձեզ ուժը։ Այն մարդիկ կան, որ ոնց որ ուժասպառ լինեն, ել չեն կարող ապրեն, հոգնել են այս կյանքից։ Տիրոջ զորությունը, Տիրոջ ուրախությունը քո զորությունն է, այնց ապրի, որ Աստված ուրախանա ու կտենաս ոնց ես լցվում զորությամբ, ոնց ես լցվում իմաստությամբ, ոնց ես լցվում խանդավառությամբ, ջանքդ, չգիտեմ, կողքդ ուղղակի sense դրական էմոցիաներ ես տարածելու, երբ որ դու Աստծո սիրտը ուրախացնող մեկը լինես։ Իսկ դա գալիս է, երբ որ դու հասկանում ես իր կամքը եւ հնազանդվում ես իր կամքին։ Որ շատ երկար չխոսամ, մոտենանք ավարտին այսօրվա դասի, հերմենևտիկան մեծ կարևորություն ունի ցանկացած հավատացյալի կյանքում։ Եթե դու մտածում ես, որ սա միայն աստվածաբանների համար է, սխալվում ես։ Մենք այս դասերը հենց անում ենք, ես չեմ վերցնելու այս առարկան ամբողջ այսպես ակադեմիական խստությամբ ու ծանրությամբ փոխանցեմ, կիրառական սկզբունքներն եմ փոխանցելու, եւ սա քեզ համար է, սա օգտակար կլինի ցանկացած հավատացյալի համար։ Եվ շատ կարևոր է, որ մենք այս 3 քայլերը հիշենք, երբ որ կկարդանք Աստվածաշունչը, ինչ ենք կարդում, նախ դու հասկանում ես ինչ ես կարդում, կարդացիր, ինչ է ասում խոսքը։ Մի անգամ մի մարդ զանգեց ինձ ու ասեց ինքը այդ շեղված ուղություններից էր, հեռախոսով էր հետս խոսում ու ասում էր, ուզում էր ինձ ապացուցել, որ ինքը հիմա շնորհքի տակ է, ու երբ որ ինքը մեղք է գործում, Աստված դա մեղք չի տեսնում։ Ու իր մեկնաբանությունը, ասում է դու չես կարդացել Աստվածաշնչում գրված է, որ մենք մեռած ենք մեղքի համար։ Ասում եմ կարդացել եմ, երբ որ դու Քրիստոսինն ես, դու մեռած ես մեղքի համար։ Ասում է հետա, բայց չես հասկանում ինչ է ասում։ Ասում եմ ինչ է ասում։ Ասում է որ ես մեղք եմ գործում։ Աստված դրան էլ մեղք չի տեսնում, որովհետև ես Քրիստոսինն եմ։ Ասացի այ քեզ մեկնաբանություն, ասացի կարելի է ես անջատեմ հեռախոսը, որովհետև ես էլ ասելու բան չունեմ, դու ուզում ես մտածի, դու հաղթեցիր բանավեճը, ինչ ուզում ես արա, բայց դու սխալ ես մեկնաբանում, դա չի նշանակում, դա նշանակում է, որ մեղքի գայթակղությունը երբ որ գալիս է, քեզ ուզում է քաշի դեպի իրան, դու մեռած ես, մեռած մարդուն ինչքան ուզում եք գայթակղեք։ Դու մեռած ես մեղքի համար, սա է նշանակում, ասես բացարձակապես սխալ ես հասկացել, ասացի հաջողություն, որովհետև հասկացա, որ իմաստ չկա իրան ինչ-որ բան ապացուցել, որտեվ ինքը ամբողջ սրտով հավատում էր նրան, ինչ-որ ասում էր։ Իրան հիմա լսի ու հասկանա, որ սխալ է հավատում, բայց մանավանդ հեռախոսով ու ինքը զանգել էր, որ ցույց տար, որ ես եմ սխալ հասկացել։ Հիմա դուք այսպես գլուխներդ սենց եք անում զարմանքով, բայց սա մի ամբողջ ուղղություն է, որ հավատում է դրան։ Ինչ ենք կարդում, կարդացինք մարմինը մեռած է մեղքի համար, օրինակ։ Կարդացինք, հասկացանք ինչ է ասում։ Ինչ է նշանակում։ Հենց այստեղ է մեկնաբանությունը։ Ինչ է նշանակում դա։ Եվ ինչ հետևություններ անելու իրավունք ունենք։ Հերմենևտիկայի, աստվածաշնչյան մեկնաբանության, գիտության սկզբունքները, կանոնները մեզ ինչ են թույլ տալիս, որ հետևություն անենք սրանից։ Սա երկրորդ հարցն է, եւ երրորդը ինչպես կարելի է դա կիրառել մեր կյանքում։ Օրինակ իմ բերած օրինակի մեջ կիրառությունը պիտի լինի մեր մեղքի դեմ արյուն թափելու չափ պատերազմելը, ընդ որում հիմա նաև մեկ ուրիշ սկզբունք ասեցի, որտեղ Աստվածաշնչի մի հատվածը պիտի մեկնաբանվի Աստվածաշնչի մյուս հատվածով։ Այսինքն, եթե այդ մարդը կարողանար ցույց տալ Աստվածաշնչում մի տեղ, որը կմեկնաբաներ հետևյալ կերպ, որ հանգիստ մեղք գործեք ապաշխարությունից հետո մեկը ինչ էլ անեք, դուք երկնքի բաժինն եք։ Իմիջիայլոց էլի այս դասին, որ պատրաստվում է, շատ աստվածաշնչյան օրինակներ եմ կարդացել, որոնց երևի կանդրադառնանք մյուս դասերին, բայց դրանցից մեկն էլ Տեր Հիսուսի խոսքերն էր. ոչ ոք նրանց չի կարողանա խլել իմ ձեռքից։ Ինչ է նշանակում ոչ ոք նրանց չի կարողանա խլել իմ ձեռքից։ Մարդիկ հենց այս հատվածը վերցնում են ու ասում են մենք հիմա ապահովության մեջ ենք։
Աստվածաշնչում զգուշացումներ կա ամբողջ նոր կտակարանը, հենց Տեր Հիսուսը զգուշացնում է մինչև վերջ հավատարիմ մնալու համար, ով մինչև վերջ համբերին նա կփրկվի, իսկ այս ոչ ոք չի կարող խլել նրանց իմ ձեռքում սխալ մեկնաբանությունը, ասում է հանգիստ, ինչ մեղք, ինչ արդարություն, ինչ սրբություն, հանգիստ ապրի քո կյանքը, վայելի, ոչ ոք քեզ չի կարող խլի Տեր Հիսուսի ձեռքից։ Ու սա համատեքստից կտրված սխալ մեկնաբանությունն է։ Հասկանում եք, որ կարևոր դաս ենք անելու առաջիկա այս 6 դասերը սկզբունքների ենք անդրադառնալու եւ շատ կարևոր դասերի։ Եվ վերջինը, այո, ինչպես կարելի է կիրառել այդ ճշմարտությունը։ Մի քանի հատվածներ, կես ժամը արդեն խոսում եմ, փորձեմ արագացնել, մի քանի հատվածներ երկրորդ Կորինթացիս 4:2-ում Պողոս առաքյալը ասում է մենք Աստծո խոսքը չենք խեղաթյուրում, այսինքն մարդիկ կային, որ խեղաթյուրում էին Աստծո խոսքը, ծռում էին Աստծո խոսքը։ Պետրոս առաքյալը երկրորդ Պետրոս 3:14-18 լավ հատված է, չեմ ընթերցի, բայց խոսում է Պողոս առաքյալի մասին, ասում է, որ Պողոս առաքյալը մի քիչ բարդ է գրում իր նամակների մեջ, եւ կան անուս մարդիկ, այսինքն ուսում չունեցող, գիտելիք չունեցող, մեկնաբանության գիտելիք չունեցող մարդիկ, որոնք շեղում են նրա խոսքերը ու ուրիշ կերպ են մեկնաբանում։ Տեսեք ինչ խնդիրներ կային առաջի դարի եկեղեցում։ Եվ երկրորդ Պետրոս առաջին գլխի 20-21 խոսքերում գրված է, որ գրքերի ամեն մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի, այսինքն հնարավոր չի մեկը ասի, օրինակ ես սենց եմ հասկանում, մեկն ասի դու տենց ես հասկանում, տենց ես հասկանում, ես էլ սենց եմ հասկանում։ Գրված է հոգով ներշնչված գրեցին, այսինքն մենք պիտի ոչ թե ասենք ինձ սենց է հարմար, սենց եմ հասկանում, այլ հասկանանք Սուրբ Հոգին, որ ներշնչեց այդ հեղինակին, որ գրեց այդ մարդը, Աստծու խոսքը, գրի առավ Աստվածաշունչը, Սուրբ Հոգին ինչ ի նկատի ուներ, որ այս խոսքերը փոխանցեց։ Չի կարա Սուրբ Հոգին ասի, այդ ձեզ համար, որ մեղքը սիրում եք, սա է նշանակում, ձեզ համար էլ որ սրբությունն եք սիրում, սա է նշանակում, այդպես չի։ Ինքը ամեն մեկը իր հատուկ մեկնությունը չունի, այլ կա մեկ ճշմարտություն, որ մենք պիտի աղոթքով եւ նաեւ գիտելիք ունենալով, ինչպես Պետրոսը ասում է, անուսներ կան, մենք պիտի ուսումնառած մարդիկ լինենք, որ կարողանանք Սուրբ Հոգու օգնությամբ այդ ճշմարտությունները բացահայտել։ Երկրորդ Տիմոթեոս 2:15-ում Պողոս առաքյալ Տիմոթեոսին ասում է. «Քեզ ներկայացրա իբրև մի մշակ, որ ամաչելու ոչինչ չունենա, որ ճշմարտության խոսքը ուղիղ է մատուցում»։ Եվ ուղիղ մատուցելը սա է։ Ինչ է Աստված ուզում, որ հասկանամ, ինչ է Աստված ուզում, որ ընդունեմ այս հատվածի մեջ, ինչ է ինձ ուզում փոխանցի, եւ ինչ է ուզում, որ ես անեմ։ Եվ սա բերում է հոգևոր աճի, հասունության եւ Քրիստոսին նմանվելու։ Վերջնանպատակը Եփեսացիս 4 գլխում է գրված, որ Քրիստոսին նմանվելն է։ Բայց դրա համար պետք է հոգևոր աճ եւ հասունություն։ Հասկանում եք ինչու այսքան շատ մարդիկ հավատացյալ Տիրոջը սիրող տարիները անցնում են եւ իրանք հասարակ ան եւ բն քրիստոնեության չեն տարբերում իրարից, որովհետեւ անընդհատ սխալ մեկնաբանություններ են լսում, անընդհատ սխալ մեկնաբանություն, որը իրանց հոգևոր աճ չի տալիս։ Դրա համար շատ կարևոր է այս սկզբունքներին տիրապետելը։ Եվ ոչ միայն մարդը ինքը իրեն է վնասում։ Հիշում եք Տեր Հիսուսի խոսքերը՝ կույրեր, կույրերի առաջնորդներ։ Եթե կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ անդունդ են գնալու, երկուսն էլ կործանվելու են։ Այսինքն հերիք չի դու ես կույր, մի հատ էլ քո սխալ մեկնաբանությունը տարածում ես քո շրջապատի մեջ։ Եվ դրանով իրանց քո հետևից տանում ես անդունդը։ Իմ մոտ գրել եմ այս նախադասությունը, որը մի քիչ շատ պատասխանատու նախադասություն է, բայց ուզում եմ շատ ծանր չընդունեք դա, բայց նաև ընդունեք։ Մյուսների հավիտենությունը կախված է նաև մեզնից։ Եթե մենք հասկանում ենք, մենք պիտի կարողանանք փոխանցել դա եւ
ճիշտ այս սկզբունքներին պիտի տիրապետենք, որ կարողանանք։ Խնդիրներին ամենայն հավանականությամբ կանդրադառնանք հաջորդ դասին, որովհետև հերմենևտիկան, ինչպես ցանկացած գիտություն, բախվում է խնդիրների եւ լուծում է խնդիրները։ Այսինքն ոչ թե լուծում է խնդիրները, այլ մեզ գիտելիք է տալիս խնդիրները լուծելու, բայց խնդիրները շատ են։ Ինչ խնդիրներ կան։ Մշակութային հեռավորություն, ժամանակային հեռավորություն։ Գիրքա, որ գրվել է, ասենք, չգիտեմ, 3000 տարի առաջ։ Պատկերացնում եք 3000 տարի առաջ ուրիշ մտածելակերպ, ուրիշ լեզու, լեզվական հեռավորություն կա, այդ բառը, օրինակ թարգմանության մեջ էլ կա։ Մենք կարդում ենք բառեր, որոնք իրենց իմաստն են փոխել, հիշում եք կատարյալ բառը։ Իմաստն են փոխել, եկեղեցի բառը, իր իմաստն է փոխել։ Այլ չգնանք շատ հետ 5 կտակարանյան գրքեր, հենց նոր կտակարանյան գրքերի մեջ։ Եկեղեցի ասելով ինչ են այսօր մարդիկ հասկանում։ Շենք։ Բայց եկեղեցի բառը Աստվածաշնչում երբեք շենքին չի վերաբերվել, մարդկանց է վերաբերվել։ Որ կարդում եք կատարյալ բառը, պիտի համատեքստից հասկանաք, հասուն բնագրում հասուն բառը շատ ժամանակ հայերեն թարգմանության մեջ գրված է կատարյալ։ Եվ դու կատարյալ կարդում ես, մտածում ես, ով կարա կատարյալ լինի, ինչ է ուզում ինձանից այս Աստծո խոսքը, ոնց ես կարամ կատարյալ լինեմ, բայց չգիտես, որ ինքը հասունության մասին է խոսում։ Այ հերմենևտիկան այսպիսի գեղեցիկ, ասում եմ, չենք ամել արվեստ է։ Երբ որ դու այս խնդիրները լուծում ես, մի հատ գեղեցիկ արվեստի գործ է դառնում, դու ասում ես, հա, փաստորեն Աստված մեզանից չի պահանջում մի բան, որ մենք չենք կարող անենք։ Այլ պահանջում է ճիշտ այն հետնել, ասում է, ես քեզ կօգնեմ։ Եվ սա արդեն դառնում է ուրախության աղբյուր, քո սիրտը լցվում է ուրախության, որովհետև շատերի համար հավատքի կյանքը, մենք չենք կարող այդ կյանքով ապրել, որովհետև սխալ մեկնաբանություն են լսել կամ սխալ իրենք են սխալ մեկնաբանել Աստծո խոսքը։ Եթե չլինեն կանոններ եւ սկզբունքներ, ապա դաշտ է բացվում հոգևոր աճպարարության համար։ Ով ինչ կուզի, ինչը իրան ձեռք չի տալի, կասի դա փոխաբերական է, սա այնտեղի մշակույթն է, չեք լսել այսպիսի խոսքեր, սա 5 կտակարանն է, մենք ու հովիվը կամ քարոզիչը, որը ինքը առանց կանոնների վերցնում է ու մեկնաբանում է ոնց ուզի, դառնում է Աստված, փոքրատառովի հարկ։ Դառնում է ինքը անսխալական, այսինքն ինքը վերցնում է Աստծո խոսքը, մեկնաբանում է այնպես, ինչպես ինքը ուզում է։ Կուզի կասի էսա նշանակում ու ժողովուրդն էլ սովորաբար այսպիսի մարդիկ իրենք ազդեցիկ են լինում, հեղինակություն, ժողովուրդն էլ փոխանակ Աստծո խոսքի սկզբունքները իմանա մեկնաբանության, վստահում է իր հովին, ու հովիվը ասեց մածունը սև է, ուրեմն սև է, վերջ։ Բոլոր տոտալիտար աղանդները այսպես են հիմնվել ազդեցիկ առաջնորդ Աստծո խոսքի սխալ մեկնաբանություն։ Եվ այսօր էլ, այսպես տոտալիտար աղանդներ չասեմ, աղանդավորական ուղղություններ կամ աղանդավորական եկեղեցիներ, որոնք կարան անգամ ճշմարիտ հարանվանության մեջ լինեն, իրենք մոլորեցնում են հավատացյալ հոտին հենց այսպես։ Քանի որ հովիվը ասեց, Պողոս առաքյալին գանք, Պողոսը ասեց, ուրեմն ճիշտ է։ Պողոսը ասում է ոչ, ճիշտը Քրիստոսն է։ Եվ եթե իմ խոսքերը Քրիստոսի խոսքերին համահունչ չեն, ես սխալ եմ։ Սա Պողոսն է ասում։ Հասկանում եք։ Ինչքան ապահով է գիտելիքը։ Մի շատ լավ հատված ու կանգնենք աղոթքի, երկրորդ մնացորդած, այսինքն ճիշտ գիտելիքը։ Երկրորդ մնացորդած 15-րդ գլխի 3 եւ 4 խոսքերում գրված է. բազում օրեր Իսրայելը մնացել էր առանց ճշմարիտ Աստծու, ինչպես առանց ճշմարիտ Աստծու։ Ինչ է սա նշանակում։ Լսեք շարունակությունը. առանց ուսուցանող քահանայի եւ առանց օրենքի։ Եթե չկա Աստծո խոսքը, չկա Աստծո խոսքի ճիշտ մեկնաբանությունը, մնացել ես առանց Աստծու։ Դու Աստծուն հավատում ես, բայց չես լսում Աստված ինչ է ասում քեզ։ Ասում ես դու իմ Աստվածն ես, հիշում եք Տեր Հիսուսի խոսքերը։ Ինչու եք ինձ Ղուկաս 6:46, ինչու եք ինձ Տեր կոչում,
բայց չեք անում են, ինչ որ ես ձեզ պատվիրում եմ։ Ինչու եք ինձ Տեր ասում, Աստված ասում է, ինչու եք ինձ Աստված ասում, ժողովուրդ, քրիստոնյա ժողովուրդ։ Ինչու ենք Աստծուն ասում դու մեր Աստվածն ես եւ չենք լսում այն ինչ որ ինքը ասում է։ Էլ ինչ Աստված, եթե իր խոսքերը չենք լսում։ Խնդիրը որտեղ էր, մնացել էին առանց ուսուցանող քահանայի։ Շարունակությունը մի քիչ հույս է տալիս։ Գրված է, բայց երբ իր նեղության մեջ նա դարձավ դեպի Իսրայելի Տեր Աստվածը եւ որոնեց նրան, այն ժամանակ նրան գտավ։ Ուզում եմ այս աղոթքը անենք հիմա բոլոր այն մարդկանց համար, ովքեր սխալ մեկնաբանների, սխալ ուսուցիչների, սխալ քարոզիչների պատճառով չեն լսում Աստծուն, մնացել են առանց Աստծու։ Աղոթենք, որ փնտրեն, եւ Տերը ասում էր, ով փնտրի, նա կգտնի։ Այսպիսի ներածական դաս, կարծում եմ հիմքը դրեցինք եւ հաջորդ դասերի մեջ արդեն կանդրադառնանք բուն մեկնաբանության սկզբունքներին։ Կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք Տեր այս դասերի համար, այս դպրոցի համար, շնորհակալ ենք եւ շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց համար, ովքեր դարերի ընթացքում ծառայել են քեզ ուսուցչական ծառայության մեջ եւ հղկել են այս գիտությունը, որ մեկնաբանության արվեստ է կոչվում, եւ շնորհակալ ենք Տեր մեզ հասած այս ժառանգության համար, այս ճշգրիտ գիտության համար, եւ աղոթում ենք, որ բոլոր այն մարդիկ, ովքեր զոհ են դարձել սխալ մեկնաբանությունների, սխալ ուսուցումների, սխալ քարոզների, փնտրեն քեզ Տեր, դառնան դեպի քեզ, որոնեն քեզ, եւ դու գտնես նրանց Տեր, եւ դու քո խոսքը բացես, քո ճշմարտությունները բացես, որ ինչպես Նեհեմիայի ժամանակ մարդկանց սիրտը լցված էր ուրախությամբ, այդպիսի ուրախություն կա մեր ժողովրդի մեջ, Տեր, մեր Հայաստանում բնակվող եւ աշխարհասփյուր մեր ժողովրդի մեջ գա քո խոսքը հասկանալու ուրախությունը, Տեր, բարձրացրու ուսուցչական ծառայությունը, բարձրացրու ուսուցիչներ, բարձրացրու Աստծո խոսքի սկզբունքները, մեկնաբանության սկզբունքները, կիրառող, գիտակ հավատացյալներ, որ ոչ մի հմայիչ քարոզ, ոչ մի ոգևորող քարոզ, ոչ մի ոգևորիչ քարոզիչ տեղ չունենա, եթե իր խոսքերը չեն համապատասխանում մեկնաբանության սկզբունքներին, Տեր։ Թող քո գիտությունը գա եւ ուսուցանող քահանաներ բարձրանան, որոնք քո ժողովրդին կբացատրեն քո խոսքը։ Եվ թող քո անունը փառավորվի եւ քո արթնության ալիքը ծածկի մեր ժողովրդին եւ մեր միջոցով շրջակա ազգերին եւ այն ազգերին, որոնց մեջ բնակվում է քո ժողովուրդը, Տեր։ Աղոթում ենք սա եւ խնդրում մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամեն։